Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է պետական մարմինների այսօրվա հերթական գործողությունները ուղղված եկեղեցականների նկատմամբ։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը ձերբակալվել է։ Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տունը խուզարկվել է, իսկ նա տարվել է քննչական մարմին։ Սա համակարգված ճնշում է հայոց եկեղեցու նկատմամբ։ Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բարեխղճորեն կատարեն իրենց ծառայությունը, ոչ թե ծառայեն քաղաքական կամ անձնական պատվերներին, այլ օրենքին խղճին եւ հանրային պատասխանատվությանը։ Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան եւ պաշտոնյա հիշի, նրանց գործը պաշտպանելն է արդարությունը, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը, ասված է հայտարարության մեջ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը Գյումրի համայնքին պատճառել է զգալի չափերի գույքային վնաս, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, որում ասվում է. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՍՂ-ի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՍՂ-ն օգտագործելով իր սոցիալական դիրքը եւ հեղինակությունը Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին, պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի եւ վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը եւ ուղղորդել։ Բեռնատարի վարորդը վախի ազդեցության տակ բացասական հետևանքներից խուսափելու նպատակով կատարել է ներկայացված պահանջը եւ համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել։ Վերոգրյալ գործողությունների արդյունքում ՍՂ-ն իրենն է դարձրել գույքը Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՍՂ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, այն է հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների եւ սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ։ Նշված հարցի վերաբերյալ մի աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է քննչական կոմիտե։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին եւ ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով։ Տեր Արամ Քահանան, ով ըստ լուրերի հաղորդում է ներկայացրել իր թեմի առաջնորդի ու քահանա եղբայրների դեմ, ժամանակին վեհափառ հայրապետին խնդրել է, որ դառնա նրա թիկնապահը։ Այս մասին ասել է Տավուշի թեմի նախկին ուրարակիր Թովմաս Առաքելյանը եւ նշել. 2019 թվականն էր ճեմարանականեի, սկսվել էր հայոց եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը, մի քանի թափթփուկ գրավել էին վեհարանը։ Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր, բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին խնդրելով, որ դառնա նրա անձնական թիկնապահը։ Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների, բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից։ Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն, բա ում հետ կապ ունես, Փաշազադեի, անամոթ, ասել է Թովմաս Առաքելյանը։